Երկար դադարից հետո հայր ջան, բարև բոլորիդ։ Այս ընթացքում շատ եմ նամակ ստացել, որ անհանգիստ եք, որ ունեք վարկածներ, ինչ-ինչ, թե ինչի տեսաուղերձներ չկան եւ այլն։ Կարճ ասեմ, որ բանը նրանում էր, որ երկրում չէինք։ Մի շաբաթով բացակայել ենք ու գործնականը համատեղելով մի փոքր էլ հանգստի հետ, որ ասում մենք էլ ենք մարդ։ Ու հիմա արդեն լիքը նորություններով, նոր ծրագրերով, նոր ճանապարհային քարտեզով ու մեթոդներով մենք այժմ Հայաստանում ենք։ Շատ մոտ օրերս բոլորիդ կներկայացվի արդեն այն աստիճան մանրակրկիտ ծրագիր, որ այլևս ոչ մեկիդ մոտ ոչ մի հարց չի մնա, որովհետև բազում են հարցերը սոցիալականից մինչև գլոբալ ու այսօր մենք որոշեցինք, որ մոտ օրերս պետք է անպայման հանրային կերպով ներկայացվեն այս բոլոր ծրագրերը ու թքած թե նրանց վրա, ովքեր այդ ամեն ինչը կարան գողանան ու սարքեն որպես իրանցը ու նաև այդ փաստի վրա, որ տես բան հնարավոր է, որովհետև երկար մտածելուց հետո հասկացանք, որ մեզ միայն շատ լավ ճանաչող մարդիկ են, ովքեր ամեն ինչ գիտեն ու հանգիստ են ու հանգիստ էլ վստահում են, բայց մարդիկ, ովքեր գաղափար անգամ չունեն, ինչ ծրագիր, ինչ անելիք, ինչ ունենք, այդ մարդիկ մի քիչ դժվարությամբ են վստահում ու դա նորմալ է, դա հասկանալի է։ Այդ իսկ պատճառով մանրակրկիտ բոլոր ծրագրերը շատ շուտով այս հարթակով կներկայացվեն ձեզ։ Ու այն մարդիկ էլ, ովքեր անհանգիստ էին, ես ինչի համար եմ միշտ ասում հետևեք Telegram ալիքիս։ Հենց նրա համար, որպեսզի այս 7 օրվա մի շաբաթվա բոլոր այդ իրադարձություններից տեղյակ լինեիք։ Մեր մոտ ստացվեցին ահագին հանդիպումներ ու շատ արդյունավետ, ահագին հանդիպումներ էլ ինչ-ինչ չնախատեսված պատճառներով հետաձգվեցին ու հուսամ, որ շատ շուտով արդեն երևի Հայաստանում կամ միգուցե նորից կմեկնենք, բայց այդ հանդիպումները չափազանց կարևոր են մեր շարժման համար, դրանք պետք է կայանան։ Մենք Եգիպտոսում էինք ու այնտեղի շատ հայերի հետ տարբեր քաղաքների հանդիպումները իրենց արդյունքները տվեցին։ Շատ տեղերում անկեղծ որ ասեմ, ապրեցինք հիասթափություն։ Դե ոնց Հայաստանում այդպես դուրս է, մենք մեկանույնն ենք, մենք մեր պարակտվածությունը, մեր վատ տեղեկացված լինելը, լավ տեղեկացված լինելը, այն որ ամեն ինչը ոնց կա Հայաստանում, տենց էլ կարելի ասել դուրսն է, թե ընդդիմադիր հայացքները, թե ոչ ընդդիմադիր հայացքները, անգամ տոկոսային հարաբերությամբ կարելի ասել գրեթե նույնն է։ Դրա համար աշխատում ենք ամեն տեղից ասենց առանձնացնել մեզ համար մեր համախոհներին, մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն ճիշտ նույն հայացքները, ինչ մենք, ու հուսամ շատ շուտով արդեն բնականաբար այլևս հանրային կերպով ամեն մի քայլը նախապես չի ասվի, որովհետև ոնց որ տեսանք, դա բերում է մարդկանց այն մտքի, որ դե լավ է, հենա արդեն կա, ես գնամ ինչ անեմ, ես կարամ չմասնակցեմ, 40,000 մարդուց 80%-ը խաբեց, ոնց ձեզ հայտնի է արդեն, մի խոսքով ես ամեն ինչը մեզ որպես դաս վերցրած, շարժվելու ենք առաջ։ Շատերն էին մտավախություն հայտնում, որ սա նահանջ է, ոչ, սա նոր թափով սկսելուց առաջ ընդամենը ընդմիջում էր, ընդամենը մեզ համար ռեստարտ էր ու գումարած դրան որոշակի արդյունավետ հանդիպումներ էլ տվեցին այս նոր թափով սկսելու համար նոր հույս ու իրական շոշափելի արդյունքներ։ Դրա մասին արդեն ընթացքում բոլորդ կտեղեկանաք։ Մենք ինչ եկել ենք Հայաստան այնքան սենց նորությունների տեղատարապ էր, որ անգամ հիմա, չգիտեմ հերթականությամբ ոնց դասավորեմ, որին ոնց անդրադառնամ, դրա համար դեռ սա որպես տեղեկատվական տեսաուղերձ, որ ուր էինք, հիմա որտեղ ենք ու ինչի համար էր այս դադարը, ընթացքում բոլոր հարցերին առանձին կանդրադառնամ։
Ես մի եզրակացությամբ եմ եկել Հայաստան, ուզում եմ սրանով ձեր հետ կիսվել։ Սա գրեթե ոչ մի բանի հետ այսօրվա կապ չունի, բայց ես ուզում եմ, որպեսզի մենք գլոբալ նայենք մեր իրականությանը, մեր հետ կատարվելիքին, մեր ով լինելուն։ Ես Եգիպտոսում տեսեք, երբ որ նայում էի այդ իրենց արձանիկները, ինչի համար են մարդիկ առհասարակ գնում Եգիպտոս, ինչի հաշվին է այդ տուրիզմը զարգանում եւ այլն, հիմնականում դրանք բուրգերն են, դրանք Իզիդայի, Ռայի, Անուբիսի, սենց այս արձաններն են, այդ իրենց պատմությունն է, բան ու նայում եմ, ասում եմ լավ, ախր մենք էլ ունենք, ինչի համար դա չի արվում մեր մոտ, ինչի համար, օրինակ նայեք, կա հունական դիցաբանություն, կա եգիպտական դիցաբանություն, այս հին միֆոլոգիաները, դիցաբանությունները, այն աստիճանի են գովազդվել, ցուցադրվել, անընդհատ շոշափվել, որ Հոլիվուդը գրեթե հիմնական իր թեմաները հենց դրանք են։ Աստվածներ, դա ինստինկտյան գովազդ է երկրի, ազգի։ Իսկ մենք էլ ունենք, բայց մենք դա չենք գովազդում, չենք շոշափում հարային հարթակներում այն աստիճան ու այնքան շատ, ինչքան դա անում են օրինակ արաբները Եգիպտոսում կամ հույները Հունաստանում։ Ու գիտեք ինչ մտածեցի, ասում եմ նայ, հիմա եթե գնաս Հայաստան, օրինակ սենց արձանիկներ դնես, Վահագնի, Տիրի, Անահիտի եւ այլն, երևի ժողովրդի 60%-ը, եթե ոչ ավել, կկանգնի ոտքի ու կասի մենք քրիստոնյա ենք, այս ինչ կռապաշտություն է, այս ինչ, ու всё հանգավ է թեման։ Բայց հիմա տեսեք վառ օրինակը, Եգիպտոսում արդիկ 30% են ու մոտավոր մուսուլման են, 70-ը քրիստոնյա են, 70-ը մուսուլման։ Այդ հին աստվածների գովազդումը որպես իրանց պատմություն, այդ բուրգերը, այդ ոչ մեկ այսօր Եգիպտոսում չի ընդունում, հա, որպես աստված, տենց խոնարհվի, ասենք Անուբիսի կամ Ռայի առաջ, բայց դա իրանց պատմությունն է, իրանք մեծարում են, գովազդում են, դա բերում է մարդկանց, ամբողջ աշխարհը չկա մի հատ մարդ, ով չիմանա բուրգերի կամ Եգիպտոսի մասին։ Իսկ մենք, տեսեք, եթե մենք լինեինք Եգիպտոսում, մենք ասեինք, մի հատ այս բոլորը վերացրեք, մենք քրիստոնյա ենք, այս ինչ մի կռապաշտություն է։ Այդ արձանիկները, այդ իրանց պատմության գովազդն ու այդ սուվենիրների վաճառքը, այդ ամեն ինչը չի խանգարում նրանց քրիստոնյա կամ մուսուլման լինելուն։ Այդ մարդիկ շարունակում են իրանց կրոնին հավատարիմ մնալ, բայց նաև ամբողջ աշխարհին մատուցում են իրենց ճոխ ու հարուստ պատմությունը։ Իսկ մենք դա չենք անում, որովհետև մենք ու ես վստահեցնում եմ ձեզ, այն մարդիկ, ովքեր կգոռան, չէ, տենց ո՞յս ինչ կռապաշտություն է Անահիտի արձավ, ում տունը մտնես Եգիպտոսից մի բան ունեն, ասենք Ռամզեսի գլուխն է կամ չգիտեմ Նեֆերտիտի բանն է, այդ Սառնարանի մեծ մագնիտ մի բան ունեն։ Ես չգիտեմ սա ոնց, այսինքն չեմ ուզում անվանեմ ոնց դա կա, բայց այդ հետևությունները դուք արեք ժողովուրդ։ Դուք կարաք շարունակեք մնալ քրիստոնյա, դուք չգիտեմ, որ դուք ձեր կրոնը, ձեր հավատամքը, բայց դա ես հələ չեմ գնում այդ մեր աստվածներ ընդունելու ժամանակաշրջանից հələ ավելի հետ, երբ հայերը մոնոաթեիստ էին։ Այսինքն մի աստված, մի պաշտամունք ու սեն շարունակ։ Այդ ժամանակ էլ կային տարբեր լոգոներ ու ինչ ասես, որին տեր չեղանք ու այսօր Իսրայելը իր դրոշինը մեկը վերցրել, Հիտլերը իր համար սարքեց սվաստիկան, մասոնները մեր Կիլիկիայի դրոշից վերցրեցին այս նշանը, որ տեսնում եք, Գերալդիկ Շուշանը, Գերալդիչս կայլիլը, ու սենց լիքը սիմվոլներ, որոնց տեր չեղանք, այնինչ կարող էին այդ ամեն ինչը գովազդել, այդ ամեն ինչով ճանաչվել, որպես էլ ավելի հին ժողովուրդ, էլ ավելի հին երկիր, բայց մենք չենք անում, որովհետև ինչ եք անում, բանը, մենք քրիստոնյա ենք, դա կռապաշտություն է, այս արձանիկները, այս մի խոսքով։ Ես հույս ունեմ, որ մի օր մենք կհասնենք այն մակարդակի, որ կհասկանանք, որ մենք ինչ կրոնի լինենք, չի խանգարում մեր պատմությունը աշխարհին ցուցադրելը։
որ Տիգրան Մեծով հպարտանում են հենց այն մարդիկ, ովքեր ասում են, այս արձանները, այս կռապաշտությունը, բանը, վերլուծեք էլի հայեր ջան, խնդրում եմ, մի հատ վերլուծեք ուղղակի, դա ինչքանով է ավելի ճիշտ ու adekvat, որն է ավելի մեզ իրոք օգուտ բերող։ Հիմա լավ էս ամեն ինչը մերժած նստել ենք, մենք քրիստոնյա ենք, հարց չկա։ Ու համարվելով քրիստոնյա, երբ ուրիշ պետությունից գալիս ես քոնը մտնոլորտի այդ փոփոխությունը ակնհայտ է, նախանց, քֆուր, անեծք, սենց քրիստոնյա ենք մենք։ Եկեք այն ովքեր քրիստոնյա են մնաք իրականում քրիստոնյա այդ բոլոր կանոններին ու պատվիրաններին հավատարիմ, բայց դրա հետ մեկտեղ չմոռանանք մեր այն հզոր պատմությունը, որով կարող ենք ներկայանալ աշխարհին ու Հոլիվուդն էլ մի օր նկարի հայ աստվածների մասին կինո։ Ես հիմա վստահ եմ, շատ մարդիկ կասեն, ահա դու բան ես, հեթանոս ես, ոչ ես հեթանոս չեմ։ Ուղղակի յուրաքանչյուր հայ, նույնիսկ այն հայը, ով աթեիստ է, այն հայը, ով քրիստոնյա է կամ հեթանոս, ուզեք թե չուզեք, դուք մենք բոլորս մեր պատմությունից գալով բաղկացած ենք հեթանոսությունից ու քրիստոնեությունից։ Ուզեք դա թե չուզեք, դա դրանից է ձևավորվել մեր մենտալիտետը, դրանից է ձևավորվել մեր մշակույթը, ամեն ինչ է։ Ու դուք ամեն օր օգտվում եք այդ հեթանոսության ու քրիստոնեության արդյունքներից, որպես երաժշտություն, որպես մակարդակ, որպես տոն, որ նշում եք, որպես կլինի զատիկ, թե կլինի տրնդեզ, մեկը հեթանոսությունից, մեկը քրիստոնեությունից։ Ուզում եմ ասեմ, վարդավառը բան սենց էլ է։ Ուզում եմ ասեմ, տենց պանիչեսկի մոտենալ այդ հարցին, որ այդ արձանները, բան, մենք քրիստոնյա ենք, դադարեցնենք ու վատ օրինակ չի եգիպտացիների մոտեցումը, որ պահպանում են իրենց կրոնը, բայց դրա հետ մեկտեղ գովազդում ու առաջ են տանում իրենց հիմքը, իրենց փարավոններին, իրենց փարավոնների ժամանակվա այդ հավատամքները եւ այլն։ Իմիջայլոց գիդի հետ խոսում ենք ու ասում է, դե մենք ամենահինն ենք, ասում են ոչ, մեզնից հին չեք։ Լավ ասում է, խնդիր չկա, բայց եթե սենց նայենք, դե տեսեք մենք բուրգեր ենք սարքել, բա մենք բուրգեր ունենք, դուք դե տես բաներ չեք սարքել, էլի ուր է ապացույցը ձեր հնության։ Այն որ շատ օրինակներ իրեն կարայի բերի, բայց առաջինը որ մտքովս անցավ, դա Նեմրութն էր։ Պատմեցի Նեմրութի մասին, թագավորի մասին, այդ արձանների եւ այլ, երբ բուրգեր հələ չկային։ Ինքը սկսեց ուսումնասիրել, կարդաց, մեկ էլ ասում է, բայց հիմա դա Թուրքիայում է։ Ես իրան օրինակ եմ բերում, օրինակ հիմա եթե Հայաստանը հզորանա գա Եգիպտոսը գրավի կամ ցեղասպանություն անի, օկուպացնի, այս բուրգերը մնա Հայաստանի տարածքում։ Դա դառնում է հայկական, թե մնում է եգիպտական, ասում եմ մնում է եգիպտական։ Տենց բացատրում եմ, որ Նեմրութն էլ տենց մնացել է հայկական Պորտասարը եւ այլ, ու այս գիդը երբ որ կարդաց, որ ասում եմ մազերը բիզբիզ կանգնեց, այդ էր։ Ու այն որ մոռացա, որ պետք է այնտեղ բանտ ցույց տա, բացատրի եւ այլ, ու այն որ ինքը տարվեց Նեմրութով ու հայոց հին պատմությունով։ Իսկ եթե այս նույն բանը ոչ թե ես պատմեմ ու մի հոգու, այլ ֆիլմերի տեսքով, այս ամեն ինչի տեսքով տարածվի աշխարհում, հավատացեք, խնդիրել չի լինի վաղը մտածելու, որ հանգարց թուրքերն այս ֆիլմ չհանեն, որ այդ ամեն ինչը ներկայացնեն որպես իրանցը, հետնել ձեռի հետ այդ ֆիլմի սաունդտրեք դնեն մի հատ դուդուկ, որ դուդուկն էլ տենց բոլորի ենթագիտակցության մեջ մտնի որպես թուրքական, ու մի խոսքով հայր ջան ասածս այնա, որ եկեք պահենք այն ինչ ունենք, ունեցել ենք, այսինքն մեծ հայքի թագավորության միտքը, գաղափարը ձգտենք դրան, էսի որ ասում է եղածը պահենք, որ էդ էլ չկորցնենք, եղածը հենց այդ է, որ պետք է պահենք, որովհետև վառ օրինակ չպահեցինք ու կորցրեցինք, այսօր աշխարհում թնդում են որպես հնություններ Հունաստան ու Եգիպտոս, բայց Հայաստանը ոնց որ երեք նոր կառուցված մի հատ պետություն լինի, ով աղբանոցի հետ, Ադրբեջանի հետ, վիճաբանության մեջ է թե ով ավելի հին, ասենք դուք պատկերացնում եք Եգիպտոսը Իսրայելի հետ կամ ասենք, չգիտեմ ում հետ, մեկի հետ վիճաբանի, որ ինքը ավելի հին է, ծիծաղալու է դա։ Կամ հույները, ասենք, թուրքերի հետ մտնեն վիճաբանության մեջ, որ հույները ավելի հին են, քան թուրքերը։
Իրանք դրա կարիքը չունեն, որովհետև այն ինչ ունեցել են ժամանակին, իրենք պահպանել են, պահպանում են հիմա, մեծարում են, գովազդում են ու տեն շարունակ։ Ասենք այսօր Հունաստանում ով է Զևսին խոնարհվում, չէ՞։ Բայց ողջ Հունաստանը Զևսով, իրանց բոլոր աստվածներով այդ դիցաբանությունը պահպանվում է։ Մենք չէ, որովհետև հենց մեկ ուզում է պահպանի, դու կռապաշտ եք, մենք քրիստոնյա ենք, դա չի կարելի, դե դրա համար էլ ունենք այն ինչ ունենք։ Սա որպես սենց թարմ համեմատական մի հատ տեսանկյուն բոլորիդ դատին հանձնելու համար։ Մտածեք, արդյոք այդ ամենից հրաժարվելը մեզ մի բան տալիս է։ Իհարկե ոչ։ Դրա համար եկեք ով ինչ հավատամք ունի պահպանենք ու այն ինչ էլ ունեցել ենք ցույց տանք աշխարհին, որպես մեր հիմք, մեր պատմություն, մեր էություն, որ ունեցել ենք, ինչից ենք դարել, սա ու տեն շարունակ։ Սրանով էի ուզում կիսվեի հայր ջան, այս պահի դրությամբ, էլ եմ ասում, նորություններ այնքան շատ են, որ մի 3 ժամ ինձ տեսա հողերձապետք, որպեսզի բոլորին անդրադառնամ։ Ընթացքում են ամենակարևորներին ես կանդրադառնամ ու ամենալավ բանը, որ հիմա կարամ ասեմ, դա որ շատ շուտով մանրակրկիտ մեր ծրագրին բոլորդ հնարավորություն կունենաք ծանոթանալու կետ առ կետ։ Դա իսկ նրանց էլ ովքեր մտածում են, որ մենք նահանջել ենք, մենք դադարեցրինք, նման բան չկա եւ չի կարող լինել։ Մարդիկ էլ կային, ովքեր ասում էին, կարողա ձեզ վախացրել են բան եւ այլն։ Հայր ջան, մենք այս փաթիրներին նայեք ու մեզ նայեք, մեզ տենց հեշտ է վախացնելը։ Մեզ կարան դատեն, կարան սպանեն, կարան չեն կարա վախացնեն։ Հենց որ հանգիստ եղեք, վերածննդի շարժումը ոնց կար, տենց մնում է ու դասեր քաղելով գնում ենք առաջ, կեղտը մաքրելով, ոտի տակ ընկած այդ լնգու լավազներին մի խոսքով վերածննդի շարժումը կա ու լինելու է այնքան, մինչև չտոնի իր հաղթանակը, ձեր հետ միասին, վերածնունդ լինելու է։ Նենց որ հայր ջան ոչ մեկըտ, ոչ մի վարկյան անգամ չկասկածեք մեր համառության, մեր նվիրվածության ու մեր խոստումներին մեր տեր լինելու ջիղի վրա, այն ինչ խոստացվել է դա լինելու է։ Ու նաև նախապես ասեմ մի բան, այս ամբողջական համակարգը ներկա նախքին բոլորդ հստակ իմացեք, ու մոտ սա կառաջացնի ուրախություն, ու մոտ ժպիտ, ու մոտ տխրություն, ու մոտ ջղայնություն, ու մոտ ծիծաղ, ու մոտ ոնց ես չգիտեմ, բայց ավելի քան վստահ եղեք, որ այս համակարգին վերջ տալու ենք միայն մենք, այո դասեր քաղելով, այո տեղ-տեղ թերանալով, այո տեղ-տեղ իրանց մասնակցության ու ներկայության խոստում տվածների ստերին առնչվելով, որ կլինենք ու խափում են։ Ես նորից եմ կրկնում, ես ասել եմ, հաջորդը երբ մենք դուրս գանք, մենք դուրս ենք գալու մեզ անհրաժեշտ ամեն ինչով, սկսած քանակից, վերջացրած ամեն ինչով մի խոսքով։ Նենց որ պետք է զինվել համբերությամբ, ես ինչպես դեմ էի ընտրություններին, այտենց կտրականապես դեմ եմ գնալ ընտրությունների սրա օրոք, սրանց հետ, կամ միայն մի փրկություն, դա հեղափոխությունն է։ Հեղափոխություն ոչ թե 18 թվի նման, այլ իրական, հայկական, ազգային հեղափոխություն։ Իր բոլոր բարդություններով, իր բոլոր բարդ ընթացքներով, ու այն ամեն ինչով, ինչը որ առնչություն ունի իրական հեղափոխության հետ։ Այդ ամեն ինչի մեջով մենք անցնելու ենք ու հաղթանակ լինելու է, վերածնունդ լինելու է հայր ջան։ Մեր դադարը այս կարճ ժամանակահատվածով ավարտված է, մենք նորից անցնում ենք մեր բուն գործունեությանը ու մնացած մանրամասներով արդեն օրվա պատրվակով գոնե մեկ անգամ տեսահողերձով հանդես կգամ։ Թերևս այսքանը հայր ջան, ես սենց համպատրաստից մի հատ տեսահողերձ, այն ինչ կար գլխումս կիսվեցի ձեր հետ, մնացածն էլ հաջորդիվ, լավ եղեք ու երբեք չկասկածեք լույսի բանակի վճռականության, համառության, նվիրվածության ու հայրենասիրության վրա։ Հիշեք, որ երբեք ու ոչ մեկ
չի կարա մեզ վախացնի, չի կարա մեզ ստիպի, որ մենք նահանջենք, ոնց մեզ գիտեք, որ միշտ միայն առաջ, ու ոնց մեզ գիտեք, որ միշտ երբ մենք վերցնում ենք դադար, դա խոսում է միայն ավելի մեծ թափով գործունեություն սկսելու մասին, տենց էլ իմացեք միշտ, լույսի բանակը ու մենք բոլորս, ես անփոփոխ ենք, մենք ոնց կանք, մեր էությանը հավատարիմ կանք ու մնալու ենք միշտ, հենց որ Հայր ջան, լավ մնաք մինչ նոր հանդիպում, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։